Վայրդի սիրելի հայրենակիցներ, ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Մեր հաղորդման շրջանակներում բազմիցս անդրադարձել ենք Ստազնածռեր էպոսին, իսկ գրող Վահան Տեր-Ղազարյանի հետ մենք խոսել ենք մասնավորապես էպոսի տարբեր ժամանակաշրջանների մասին, էպոխաների մասին, ինչպես նաև կառուցվածքն ենք քննարկել։ Պարոն Տեր-Ղազարյան, նախ բարև ձեզ եւ անմիջապես անդրադառնանք, դուք ներկայացրեք այսօր ինչի մասին ենք խոսելու։ Ճիշտն ասած, ես մեր էպոսը կանվանեի ամենաէպոս, որովհետեւ ավելի կառուցիկ կուռ այդպիսի էպոս չկա։ Էպոսը ավարտված է 10-րդ դարում, զարգացումներ, փոփոխություններ գրեթե չի կրել։ Սլավոնական ժողովուրդները էպոս չունեն, այսինքն էպոսաստեղծման անհրաժեշտ ժամանակահատվածը նրանք չեն ապրել։ Նրանք ունեն հոյակապ բիլինաներ, որոնք համեմատելի են հայկական էպոսի շատ դրվագների հետ, Սվյատագորի Ծիագը Զիմնայը, ասենք 3 հերոսների Իլյա Մոռոմեցի ասքերը եւ այլն, այդ բոլորը մեր էպոսի հետ համեմատելի եզրեր ունեն, նույն տիպի չափազանցություններ, նույն վաղնջական են եվրոպական ընդհանրություն, բայց ժամանակը էպոսաստեղծման հասարակական կաթրուծածերի մեջ էպոսաստեղծման ժամանակը չեն ունեցել։ Նու դա վատ կամ լավ լինելու հատկանիշ չէ, դա ընդամենը ժամանակային խնդիր է։ Բացի սերբերից, սերբերն ունեն Մարկոյի էպոսը, որը էպոսի անցնելու շրջանն է եւ ինչ որ եվրոպական ու արևմտաեվրոպական եւ հունական արեալների ազդեցության տակ է էպիկականացել։ Մոտավորապես այսպիսի բան։ Ավարտուն էպոս ունեն օսեցները, որոնք ալաններն են, ծագումնաբաններ են, սրանք սկյուցներն են, սրանց էպոսը արտահայտվել է Կովկասյան մի շարք ոչ ընդեվրոպական ժողովուրդների վրա, ինչ որ բաներ էլ նրանցից է վերցրել, որովհետև նարտերի էպոսն է, սա հզոր մեծ էպոս, քիչ բանով է զիջում հայկական էպոսին։ Եթե մենք խոսում ենք այս մասին, ասենք իրանական էպոսը սերտագույն առնչություններ ունի հայկականի հետ, հունականը իր տեսակի մեջ, իրանականը, այսինքն արևելյանը իր տեսակի մեջ, որպես ամենամոտիկ ժողովուրդների էպոսներ, բայց օսեթական էպոսը ունի վաղնջական առնչություններ հայկականի հետ։ Առնչություններից, ասենք, մի շարք կետեր ընդհանուր կերպարներ ունեն նույնիսկ, ասենք նրանց հերոսների Բաթրասի Սոզիրկոյի մեծ մայրը կամ մայրը Սադրանա անունով ալանական անվանում է, որը հայերենում Ալանա Ծառկայադուստր Սաթենիկի անունն է, կան ավելի վաղնջական, այնտեղ Կալեսո Բալսագը, հերոս կա, որը հրե անիվ է պտտեցնում։ Իրանական երկու ազդեցությունների հետ գործ ունենք, ասենք միջնադարյան, երբ որ մեր էպոսը ավարտվում էր, նրանց մոտ նույնպես ավարտվում էր իրենց իրանական էպոսի այն տարբերակը, որտեղ արդեն գրավոր վիճակով մեզ հաղորդում է գեղարվեստական մշակման Ֆիրդոուսին, պարզորոշ տեսնվում է Դավիթ փոքր մեհեր, Ռոստամ եւ Զոհրաբ, ասենք գիծը։ Հայկական էպոսը առնչություններ ունի իռլանդական Գուալենգեի ցուլի ապշտակությունը, Սվերերի ասքի հետ իսլանդական, այսպիսի նիբելունգների հետ գերմանական առնչություններ ունի, էպիկական վաղնջական շրջանի ցուցաշարքի մեջ համեմատական եզրեր են գտնվում, սլավոնական ամբրոպ կայծակի աստված Պերունի եւ ասենք մեր Սանասարի ամբրոպ կայծակի դարձյալ աստված Ավակ Երգորյան Սանասարի, որոնք եւ հետագա փոխազդեցություններ են։ Հիմա մասնագետի համար խիստ դժվար է տարբերակել էպոխաները, ժամանակները։ Ընդհանուր վաղնջական առասպելացնության շրջանից է, հետագայից է, միջնադարյան փոխազդեցության հետևանք է, թե դա խառնվել է իրար 5000 տարվա, 7000 տարվա պատմությունների մասին է խոսքը, որոնց մեջ ասենք 7000 տարվա մեջ տեղավորվում է 70 դար, 21 սերունդ։ Ինչ էտապներ է անցնում էպոսը։ Վաղագույն շրջանում մենք գործ ունենք առասպելացնության
պրոցեսի հետ, կոսմոգոնիկ, թեոգոնիկ առասպելները, նախնական ոգիների եւ այլ աշխարհների երկվության, սպիտակի բանի վաղագույն հասկացողություններից բացատրվում է կոսմոգոնյան տիեզերքի ծագում, աստվածների ծնունդ, ծագում։ Այս բոլոր պրոցեսներից հետո ստեղծվում է ընդհանուր հավատալիք, երբ որ հասարակության կացուցածը դառնում է համայնական, այսինքն միացյալ կամ ընդհանրական։ Ենթադրենք պետական կառուցվածքներ տարբեր ազգերի, տարբեր աշխարհագրական ռեգիոնների մեջ տարբեր ձևերով է լինում, տարբեր ժամանակ է լինում։ Առասպելածնության ավարտին հաջորդում է կրոնների ծագումը։ Կրոնը արդեն հանդես է գալիս տվյալ պետական կառուցվածքին հարև նման վիճակում, ինչ որ կար երկնքում, նույնը կար եւ երկրի վրա։ Կրոնական համակարգը բնորոշ է եվրոպականի համար։ Առասպելածնության պրոցեսի ավարտից անմիջապես մենք տեսնում ենք դրա ընթացքը, դրանից ինչեր են ծնվում։ Ասենք ծնվում է թատրոնը, ժողովրդական թատրոնը։ Էպոսը առանձնանում է, էպոսը սկսում է ինքնուրույն ապրել, զարգանալ, աճել, նվազել, խմբագրվել, մինչև հասնում է մեզ։ Թատրոնի երևույթը նույնպես առասպելածնության պրոցեսի շարունակությունն է, այդ ամեն ինչը պանտոմիմայի, երգի, պարի, արվեստի բոլոր տեսակների համադրումով վերում հասնում է թատերական աշխարհին։ Թատրոնին կից ասենք հոգևոր տաճարը, հետագայում եկեղեցին, որը արդեն դոգմատիկ թատրոնի ֆունկցիա ունի, այնտեղ կատարվում է անընդհատ նույն ներկայացումը։ Խորենացին պատմում է ժողովրդական թատրոն ներկայացնելով առանց դրա անունը տալու։ Այս ամենի մասին մեզ պատմում էին արամյան ազգի ծերունիները ցուցկերի, պարերի, թվերված երգերի, բաների միջոցով։ Հետագայում էլ մենք տեսնում ենք փահլևաններից սկսած մինչև էպոս պատմողներ, ասացողներ, ուխտերի ժամանակ։ Ժողովրդական թատրոնը չմեռավ։ Ինքնուրույն իր կյանքով ապրեց, եկավ հասավ եւ բերեց մեզ էպոսի։ Ես այն հազվագյուտ մարդկանցից եմ, որին բախտ վիճակվեց մի անգամ գրողների միությունում տեսնել իսկական ասացող։ Երբ որ կարդում ես էպոսի տարբեր պատումներ, տարբերակներ, տարբեր բարբառներով, սկզբից գնում է հեղինակի բացատրական, որ ասենք մշեցի ես ինչ ծերունի, պատմում է ոգեշնչված, երբեմն ցույց է տալիս ինչ-որ շարժումներով, երգեր է ասում ընթացքում, այսքան կարճ մի անոտացիայի նման բան է տան, հետո շարադրում է տրանսկրիպցիաներով, բարբառային տեքստը, որը պատկերացում չես կարող կազմել, թե այդ ոգեշնչված ինչ է։ Ուրեմն եկել էր ասացող կին, որը հորից էր սովորել ասացողի մասնագիտությունը։ Վերացած մի բան է, այս մեր օրերում։ Սովորաբար կլոր շրջանի մեջ են կատարում դա։ Էպոսի կատարումը կլոր շրջանի մեջ վերաբերում է բոլորին։ Ասացողը պտտվում է, շրջվում է, դիմում է մեկին, մյուսին, մյուս կողմերին, ամեն տեղի վրա պատմում է։ Պատմեց Սասունցի Դավիթի եւ Մսրան Մելիքի մարտի պատմությունը։ 2 րոպեից ամբողջ դահլիճը իսկական հիպնոսի տակ էր եւ սկսեց այդ ամեն ինչը տեսնել։ Այնպիսի կերպարներ էր ստեղծում այդ փոքրիկ կինը Մսրան Մելիքը, ոնց բան, ինչ ասեց, բարձացավ, բան եղավ, հետո շուռ էր գալիս ու եգիպտական հարցանների շարժումների նման շարժումներ էր անում, որ մոգական շարժումներ լինեին, ու դա ջութում էր ամբողջ բանին։ Պատմել է, կարծում չգիտեմ ինչ բերեք, բան էս կողմ են կողմ, ջաղացի քար դրեք, բան ցույց էր տալիս ու պտտվում էր բերում։ Ապշեցուցիչ բան էր։ Ես նոր հասկացա կորստի ամբողջ ահռելիությունը։ Եվրոպացիները շատ ավելի աղքատիկ բաները կարողանում են սրբությամբ պահպանել, մենք պրոֆեսիոնալ ենք կորցնելու մեջ։ Խոսեցինք էպոսի էպոխաների մասին, կառուցվածքը, դիրքը, մյուս էպոսների ընդհանուր շարքում։ Այ հիմա խոսենք էպոսի ընկալման մասին։ Այսօրվա ընկալումը ինչպիսին է։ Միգուցե սխալ է ընկալվում էպոսը կամ ինչ-որ ընկալման հետ կապված խնդիրներ կան։ Անգլիացին չի պահի այդ էպոսը։ Դու պետք է անընդհատ հիշեցնես, որ ես քեզ այսպիսի նվեր եմ տվել։ Անգլերեն հայոց էպոսը։ Իսկ դրա համար պետք է քո մեջ անընդհատ մնա աշխատող, բաբախող։ Ի վերջո չմոռանանք, որ էպոսը կենդանի օրգանիզմ է, ունի բանականություն։
ունի աչքեր, որով նայում է, ունի շոշափելիք, այն ամենը ինչ դարերի ընթացքում ժողովրդի կողմից ստեղծվում է, դա բանական արարած է, ոնց որ հայոց լեզուն կենդանի օրգանիզմ է, ցավոք հիվանդացած, որը պետք է բուժել։ Նույնը էպոսին է վերաբերում, մենք պետք է էպոսը պահենք, էպոսը մեզ պահում է։ Գալիս են փոքր մեհերին հայտնում են, որ քո հորը Դավիթին դավադրաբար նետահարել են Խլատ քաղաքում։ Այսքանը բոլոր պատումներում կա։ Այդտեղից սկսվում է Վարագ Առաքելյանի հաղորդածը։ Բերում տալիս են մեկ գավ, որի մեջ Դավիթի արյունն է։ Արյունը եռում է, այսինքն վրեժի իդեան։ Մերը գավը դնում է սրտին, գալիս է, հավերում է Խլատ քաղաքը, դուրս է գալիս, նայում է, գավը եռում է, հետ է գալիս քաղաք, տեսնում է կատու է մնացել, այդ կատվին էլ պատրեց, ասում է, նայեց, տեսավ արյունը հանդարտվեց, վրեժի իդեա։ Ահա մի բան, որ ես անընդհատ հիշում էի Արցախյան պատերազմի ընթացքում եւ պատմում էի իմ զինվորներին։ Էպոսը ապրեց, էպոսը ինձ ապրացրեց, էպոսը ինձ ստիպեց հաղթել, այս վիթխարի նշանակությունը։ Խոսեցինք ընկալման մասին, հիմա էլ անցնենք էպոսի նշանակությանը, հայ ազգը եւ հայ ժողովրդի համար ինչ նշանակություն ունի էպոսը, ես մասնավորեցնում եմ ազգը եւ ժողովուրդը, որպեսզի դուք մանրամասնեք, ինչ է ազգը, ինչ է ժողովուրդը։ Մեղք է այս ազգը, որ է ժողովրդի ձեռն է հանգել։ Այս հումորի մեջ պահանջ կա բացատրել, ժողովուրդն է պահանջում, ասում է, ի վերջո կարող եք մեզ բացատրել, թե ինչի է հայ ժողովուրդը ստեղծել երկու տարբեր բառեր։ Ինչ է ստեղծել հայրենիք բառը, հետո ասենք ռուսներն ինչի ունեն մայր հայրենիք բան եւ այլն, այս բոլոր բառերը ինչի, սրանք բոլորը պետք է ունենան ճշգրիտ բնորոշումներ։ Իմ կարծիքով, կարծիքս ոչ մեկի վզին չեմ փաթաթում, այստեղ էլ գալիս է հնդեվրոպական հասարակության եռամիացությունից, որտեղ տեսնում ենք այսպիսի բան. ազգ, ժողովուրդ, հասարակություն։ Ժողովուրդը դա տվյալ մարդկանց այն քանակն է, որը բնակեցնում է տվյալ տերիտորիան, պաշտպանում դա կամ ապրում դրա տեսլականով, ժողովուրդը տարածքային կատեգորիա է։ Ինչ է ազգը։ Ազգը դա արդեն ոչ թե տարածքային կատեգորիա է, ազգը ժամանակային կատեգորիա է, անհրաժեշտ է որոշակի այսքան մեծ է փոխադարձաշրջան, մի ժողովրդի համար 1000 տարի, մյուսի համար 3000 տարի, ոնց որ հայերի 4000, 5000, որպեսզի նա այդ ժամանակի ընթացքում դառնա ազգ։ Սա ժամանակային կատեգորիա է։ Էպոսը պարզ է արտահայտում, կան ժողովուրդներ, որոնք դեռ էպոս չեն ստեղծել եւ դեռ ազգ չեն։ Դա լավ ու վատ լինելու խնդիր չէ բոլորովին։ Ու դրա համար ազգը ունի աբսոլյուտ ուրիշ պարամետրերը, ժողովուրդը ուրիշ պարամետրերը, ժողովուրդը տարածքային կատեգորիա ընդունենք որպես աշխատանքային ծրագիր, ազգը ընդունենք որպես ժամանակային կատեգորիա։ Շնորհակալություն պարոն Տեր-Ղազարյան, սիրելիներս այսօր այսքանը, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր գրող Վահան Տեր-Ղազարյանը։ Կհանդիպենք հաջորդ